Բարև ձեզ, ես Ժաննան եմ, մենք ամբողջ ընտանիքով տուժել ենք Hello-Bit հարթակից, 6 հոգի, յուրաքանչյուր $1000 դրել էինք, որպեսզի օգուտ ունենայինք, մեզ Hello-Bit-ի մասին իմացել էինք մեր ծանոթ բարեկամներից, որոնք ևս տուժել էին։ Ինչպես է այս մեխանիզմը աշխատում, ինչպես ստացվեց, որ գումար ներդրեցիք ու հետ չստացիք։ Դա տելեգրամյան ալիքներ կային, որոնց միջոցով գալիս էին կոդեր, այդ կոդերը դնում էինք Hello-Bit-ի հավելվածի մեջ, ժամեր կային հստակ, ժամերին մտնում էինք, կոդերը հավաքում էինք, օրինակ եթե ներդնում էինք այդ պահին $10, օրինակ $5-ից $6 շահույթ էինք արդեն ունենում։ Այդպես 3 խաղ, օրինակ $15 օրական գալիս էր, եւ շահույթը մեծանում էր, արդեն օրինակ 10-ի փոխարեն ներդնում ենք 15, 15-ից գոնելի 10-ը գալիս էր, այդպես 3 անգամ $10 շահույթ էինք ունենում։ Իսկ որ պահից սկսած են շահույթ ունեցաք։ Երբ Hello-Bit-ը պայթեց, երբ սկսեցին նորություններ տարածվել, որը չեն կարողանում գումար կանխիկացնել, մենք ևս փորձեցինք, չէր ստացվում, այդպես իմացանք, որ արդեն ամեն ինչ կորցրեցինք։ Իսկ ընդհանուր ինչքան գումար էիք կանխիկացրել։ Մեր տան անդամներից մեկն էր կանխիկացրել, առաջինը ինքն էր մտել հավելվածի մեջ, երբ տեսանք, որ լինում է կանխիկացնել, ամեն ինչ ոնց որ ռեալ է, հա։ Արդեն մյուս անդամներով ևս մտանք $10։ Չէ, $10 գալիս էր 1 կոդից, կոդը գալիս էր օրը 3 անգամ, 1 կոդից $10 օրինակ, այդպես 3 խաղ, $30 օրինակ մոտավորապես գալիս էր։ 1 օրում։ 1 օրում։ Իսկ 1 օրում եք կանխիկացրել ուրիշ օրեր։ Չէ, պետք է 1000-ը լրանալ, նոր կարողանանք կանխիկացնել։ Մոտավորապես 40 օրում, 35-ից 40 օրում լրանում էր այդ 1000-ը եւ կարող էիք կանխիկացնել։ Երբ մեր տան անդամներից մեկը կանխիկացրեց, տեսանք, որ ստացվում է, մյուսներս ևս գրանցվեցինք եւ չհասցրեցինք կանխիկացնել, այսպես ասած։ Հիմա ինչ սպասելիքներ ունեք քննչական կոմիտեից, դուք ևս հանցագործության մասին դիմում երկրորդ միացան։ Անպայման, հա, դիմում գրել ենք, բոլորս գրել ենք, պարոն Կարագոզյանի գլխավորությամբ, հավատում ենք, որ արդարությունը կվերականգնվի, տուժած քաղաքացիների գումարները ետ կտան։ Բայց այստեղ դուք եղել եք հանդիպան առհասարակ այս ընթացքում եւ ինչ պատասխաններ են տվել իրավապահները։ Շատ նորմալ, ադեկվատ ընդունել են, քննիչ մեզ հարցաքննությունը վերցրել է, նորմալ պատասխանել, շատ նորմալ։ Սպասում ենք, որ արդարությունը կլինի եւ գումարները ետ կտան։